վերադառնանք երեք Նիկոլ Փաշինյանի մասնավորապես երկաթուղու հետ կապված հարցին, այնտեղ կար հետաքրքիր դիտարկում, որ մենք սպասում ենք ուսների հետ կապված որոշակի գնահատականին, ասաց, որ դրա քաղաքական դրական արձագանք կա, բայց նաև արձանագրեց, որ մենք չենք կարող սպասել եւ դա այս իրավիճակում պետք է ես կարող եմ բառացի մեջ բերել, որպեսզի խնդիր բառացի պետք չի, միտքը փոխանցեք, էլի բառացի արդյոք հիմա ես գիտեմ ինչ է ասել, բայց դուք ոչ թե բառը ասեք, որ չեք կարող սպասել, բա հիմա դե հարցը ձևակերպեք պատասխանեք։ Հիմա ուզում եմ հասկանալ, մինչև երբ Հայաստանի իշխանությունը սպասելու Ռուսաստանի արձագանքին։ Տեսեք, վարչապետը խոսել է երկու մրցակցող նախագծերի մասին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն տարածաշրջանային կոմունիկացիաների ապաշրջափակման համար, եւ այդտեղ շատ հստակ ասել է, որ մենք հստակ շահառու ենք եւ այդ մի քանի կիլոմետրը պետք է ինչքան հնարավոր է շուտ վերակառուցվի, որովհետեւ մենք հնարավորություն ունենանք աշխարհին, բոլորին, այդ թվում եւ Ռուսաստանին, արևելքին, արևմուտքին, հյուսիսին, հարավին ունենանք ենթակառուցված առաջարկելու եւ ուրեմն ուղղակի ապրանքափոխադրումների համար։ Սա մասին է խոսքը, ողջամիտ ջանքերի մասին է խոսքը։ Այսինքն հիմա ես չեմ կարող ասել, այ 3 ամիս դա ողջամիտ մեծ պրոյեկտների մասին ենք խոսում, ողջամիտ ջանքերի մասին է։ Ինչքան ժամանակում է հնարավոր 2 կիլոմետր երկաթգծի կառուցել, վերակառուցել, ինչքան ժամկետում։ Մի ամսում հնարավոր է, 2 ամսում, 3 ամսում։ Դուք ասեք, չգիտեմ, չէ, իսկ պատասխանը հնարավոր է, օրինակ մեկ շաբաթում ձևակերպել ասել եւ իհարկե հնարավոր է, իհարկե։ Պատասխան չկա Ռուսաստանում։ Դե դրա համար էլ էլի ողջամիտ ժամկետ է պետք, որովհետեւ այդ պատասխանը տալու համար էլ ես ենթադրում եմ, որ ժամկետ պետք չի, որովհետեւ Ռուսաստան այդ պայմանագրով ստանձնել է ներդրումներ։ Հա, էլի, բայց այդ ներդրում դա ոչ թե արդեն պետք է Հայաստանի ղեկավարն ըստեյության ասել, ես Ռուսաստանի բանը չեմ, ոչ փաստաբանն եմ։ Փաստաբանը չեք, բայց բանի հարց չի, բայց դա, այսինքն մի այդ պատասխանի մեջ պետք է լինեն։ Եք թողել, երբ որ Ռուսաստանը հարց չի, այդտեղ պատասխանը չեն թվի, ինչին եք պատասխան։ Չէ, որովհետեւ Երբ որ բազմաթիվ անգամներ խախտվել է այդ պայմանագիրը երկաթուղու կառավարման, օրինակ պետք է նոր գծեր բացվեին այդ բանով, պայմանագրով, պետք էր կոնկրետ չափի ֆինանսական ներդրումներ արվեր յուրաքանչյուր տարի, բայց հիմա մենք տեսնում ենք, որ Հայաստանի կառավարությունը այո, սուբսիդավորում է տալիս, Հայաստանի կառավարությունը սուբսիդավորում է տալիս իր ներդրումներից ավելի շատ։ Ձեր ասած ինֆորմացիան ես պետքա հա, շատ լավ, կներեք, եթե հիմա այդ թվերին չեմ տիրապետում, թե պայմանագրով ինչքան պիտի լիներ, հիմա ինչքան է, բայց այստեղ մեր գեր նպատակը այդ երկու հատվածների վերակառուցումն է, ոչ թե կռիվ, վեճ, բանավեճ, չանացեցել եւ այլն, այլ այդ մի կողմից մի 2-3 կիլոմետր, մյուս կողմից ավելի կարճ վերակառուցելն է։ Դրա համար ինչ որ պետքա մենք անելու։ Պարոն Եղանյանք, հատուկ շեշտվելու է, որ թե դա ինչ ստանդարտներով է վերանորոգվելու։ Նախ Ռուսաստանն իր ստանդարտներով է վերանորոգելու։ Ինքը երկաթգիծը արդեն իսկ ունի որոշակի ստանդարտ, այսինքն երկաթգիծը ինքը տեղով, մեր հին երկաթգիծը, դա եթե չեմ սխալվում, նույնիսկ դանդաղ է գնում, պետք է ինչ-որ արևմտյան չափանիշ լինի, որ արագ գնա։ Արևմտյան չէ, եկեք երկու բան իրար չխառնենք, էլի, արևմտյան չափանիշների մեջ էլ կան բազմաթիվ տարատեսակներ, TŽV-ից սկսած 300 կմ/ժ արագությամբ գնացողից մինչև այլ արագություններ, բայց երկաթգիծը ինքնին ունի արդեն իսկ մի որոշակի ստանդարտ, որտեղ կառուցվել է մի որոշակի ձևով։ Այո, արագությունը մեծացնելու համար, ես մա տեխնիկայի մեջ չեմ ուզում մտնեմ, կա ձև, այդ բաները, շպալերը ոնց են ասում։ Չէ, ռեսերի տակի փայտերը, փայտը փոխարինվում է բետոնով եւ այլն, արագությունը դրա հաշվին կարա աճի, այո, իհարկե, այդ մոդեռնիզացիան վարչապետը ասեց, մոտավորապես 200-300 միլիոն դոլարի մասին է խոսքը այդ մոդեռնիզացիայի, այո, դա պետքա տեղի ունենա, որովհետեւ այսօրվա աշխարհում եւ ընդհանրապես բանում, հա, վարչապետն է ասել, ոչ թե ես։ Չեմ ֆիքսել, 300 միլիոն դոլարի, որպեսզի արագություն ապահովի հնարավոր այս երկաթգծի պայմաններում հնարավոր առավելագույն արագություն։ Այդ երկու ուղղությամբ պետք է այդքան գումար ներդրվի, թե ինչ երկու ուղղությամբ։ Ես կրկնում եմ, ես նորից եմ կրկնում։ Ես չեմ ասում
եկեք ձևակերպումների մեջ ճիշտ, ոչ թե պետք է ներդրվի հեսա փաստաթուղթը վաղը ստորագրվում, այլ որպիսի վերակառուցվի կետ 1 երասխի 2-3 կիլոմետրանոց բացակայող հատվածը, ախորիկի էլ ավելի կարճ բացակայող հատվածը եւ մնացած ամբողջ 100 քանի կիլոմետրը մոդեռնիզացվի, արկա հատվածը մոդեռնիզացվի, ահա ծախս 1 գումարած ծախս 2 գումարած ծախս 3 իմ թվարկած անոմա մոտավորապես 200-ից 300 միլիոն դոլար կներեք, որ $1 միլիոն ճշտությամբ չեմ կարող այս պահին ասել։ Դա ոչ թե ինչ-որ մեկի բանն է ցանկություն, այլ կարժենա մի այդքան արժի։ Մեջ վերեմ, ասում է ռուսական կառավարման պատճառով մենք կորցնում ենք մրցակցային առավելությունները մեր։ Ինչ մրցակցային առավելությունների։ Մրցակցային առավելություն բառի իմաստը գիտեք։ Այո, իհարկե։ Դա ասեց ինչ մրցակցային առավելություն։ Չեղած երկաթգծի հանդեպ, այսինքն Նախիջևան ոնց էլ կոչվում, Կարս, Նախիջևան, Իգդիր, Կարս, ահա այդ դեռ գոյություն չունեցող, բայց նախատեսվող երկաթգծի հանդեպ կորսում ենք, որովհետև եթե մենք չանենք, նա կարող է ավելի արագ լինի եւ բեռները գնան այն կողմ, պարզ միտքը, ավելի լավ կլինի, որ այս կողմ կան, չէ՞ բեռները, քանց թե մեր երկրով անցնեն, օգուտն էլ մեզ մնա։ Դա մրցակցային երկու համանման ծրագրերի համեմատական առավելությունը կոչվում մրցակցային առավելություն։ Ես ուզում եմ հասկանալ, ենթադրենք Ռուսաստանի դեռևս այսպես ձգձգվում է պատասխանը։ Հայաստանի գործողությունները ինչպիսին են լինելու։ Ես դա կախված է բազմաթիվ եթերներից, ես չեմ կարող հստակ ասել, բայց քաղաքական խնդիրը ձևակերպված է։ Իսկ ո՞րն է այն ժամկետը, երբ վարչապետի ասածով Մեղրի հետ հատվածը կվերցվի։ Մեղրի։ Հա։ Թրամփի ուղու հետ կապված երկաթուղին կվերցվի կոնցեսիոն կառավարությունից եւ Հայաստանի կառավարությունը ներդրում իր միջոցներով կվերցնի։ Չէ, Մեղրի երկաթգծը կապ չունի ռուսական կոնցեսիայի հետ։ Դա այնտեղ ցանց չի եղել ընդհանրապես կոնցեսիայի ժամանակ։ Ցանց եղած ցանցն, այնտեղ ցանց հող է ուղղակի եղել։ Նորը, դա եկեք թրիփի հետ չխառնենք, հա։ Թրիփը Մեղրի 42 կիլոմետրանոց հատվածն է։ Մենք հիմա խոսում ենք Երասխից Գյումրի, Ախուրիկ եւ ընդհանրապես մյուս մեր Իջևան, չգիտեմ, մյուս ուղղություններով երկաթգծի մասին, մասնավորապես Երասխ Ախուրիկի մասին, որովհետեւ այդ ճանապարհով է, որ մենք ստանում ենք ելք դեպի համաշխարհային շուկաներ։ Իսկ թրիփը իր հունով գնում է, այնտեղ արդեն հուշագիրը ստորագրվեց, համաձայնագիրներ կլինեն, ընկերությունը կձևավորվի, աշխատանքները կսկսեն։ Այս տարվա երկրորդ կեսին։ Պարոն Եղոյան, իշխանության համար վատ լուր կա, Հայաստանում կոռուպցիային